Երևանի Ամիրյանի հեղափոխական բոլշևիկ եսիմով հանցագործներ էլի Հայաստանի Հանրապետությունը ոչնչացրած լիքը մարդկանց անուններով փողոցներ կան Հայաստանում փողոցը հերթական անգամ ինչ է անվանափոխվեց Պապ Թագավորի Պապ արքայի հա անունով անվանակոչվեց եւ սկսեցին հնչել տարբեր մտքեր ժողովուրդ ջան թե ինչպես կարելի էր հանդուրժել մեր օրերում Հայաստանի անկախության то չգիտեմ 36-րդ 5-րդ տարում ունենալ բոլշևիկի բարդ բան չկա տեղ բարդ բան չկա ուղղակի պիտի համայնքային իշխանությունը վերցնի փողոցի անվանումը փոխի Հայաստանի տարբեր քաղաքներում այդպիսի հանցագործների անուններով տասնյակ մի քանի տասնյակ փողոցներ կան Գյումրիում մի առնվազն մի 25 անվանում ես եմ հիշում Կոմինտերնի փողոց ինչ է նշանակում Կոմինտերնի փողոց ուրիշ արժանավոր մարդ չկա լավ գոնե համարակալեք չկա Եվ համայնքային իշխանությունները առիթից առիթ ասենք բարերար է լինում գնում է գալիս է տարբեր համայնքներում հա վերցնում փողոցը անվանա փոխում են հա իսկ չի կարելի ինչ որ մի բան մտածել որ Հայաստանի բոլոր հանցագործների անուններով փողոցները ինչ որ մի կենտրոնացված մեխանիզմով անվանա փոխվի ոչ թե կառավարությունը վերցնի փոխի այլ կառավարությունը օրենքի նախագիծ մշակի տանի ազգային ժողով Հայաստանի փողոցները անվանափոխելու մասին օրենք կամ ապասովետականացման մասին օրենք ապասովետականացման մասին օրենքի մի գործիքներից մեկն էլ լինի հանցագործների անուններով փողոցները վերանվանել արժանավոր մարդկանց անվանումներով չկա թագավորների Մովսես Խորենացին բացեք հավելվածի մեջ գրած այնտեղ մանրամասն այդ մարդը գրել է ժամանակին որ այդ թագավորների անուններով փողոցներ անվանակոչվեն ինչի է գրել անտեղի տեղը օրենք կընդունվի որի մեջ կգրվի որ 1 ամիս ժամանակ հարգելի համայնքային իշխանություններ ահա ձեզ հանձնարարական եթե անում եք եթե չէ ուրեմն վարչական պատասխանատվության եք ենթարկվում то չգիտեմ հազար մի ուրիշ կարգավորումներ կարող են լինել ցանկություն լինի ձևը կգտնվի այնպես որ Պապ Թագավորի անունով Երևանում այդ մի փողոցներ մնացել հա հանցագործների անունով հազիվ թե Սիրելի ժողովուրդ խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը Դրանով դուք կնպաստեք որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի